Առողջ առավոտ սիրելիներ, այսօր խոսելու ենք այն ծրագրերի մասին, որոնք դառնում են կամուրջ, առողջության հասանելիության եւ մարդկանց իրական կարիքների միջև։ Բարի սիրելի հեռուստադիտող, այսօր խոսելու ենք առողջապահության կազմակերպման մասին, մի հետաքրքիր թեմայի մասին եւ մեր հյուրը ներկայացնում է մի կառույց, որի անունը կապվում է կոնկրետ օգնության, նվիրվածության ու գործելու մշակույթի հետ։ Առողջ առավոտ, պարոն Սիմոնյան, անչափ հաճելի է ձեզ տեսնել մեր այս տաղավարում եւ ներկայացնեմ եւս մեկ անգամ սիրելի հեռուստադիտող, մենք հյուրընկալել ենք Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի ղեկավար, համակարգող պարոն Համբարձում Սիմոնյանին։ Անցնենք առաջ եւ կուզեի, որ բնութագրեիք Հայ օգնության ֆոնդի ընդհանուր առաքելությունը եւ դրանով արագանցում անեիք առողջապահությունը։ Բարև ձեզ, առողջ առավոտ, շնորհակալ եմ հրավերքի համար եւ ուշադրության արժանացնելու համար։ Հայ օգնության ֆոնդի առաքելությունը, եթե փորձեմ կարճ ձևակերպել, դա անդրադարձն է մեր երկրում տեղի ունեցող, մեր երկրում առկա մարտահրավերներին եւ դրանց լուծումների գտնելը, դրանց լուծումներ տալը տարբեր ծրագրերի իրականացման միջոցով, այդ թվում նաեւ առողջապահական ծրագրերի, որոնց մասին այսօր եւ երևի թե կխոսենք։ Շատ լավ։ Պարոն Սիմոնյան, որոնք են ֆոնդի առողջապահական ծրագրերի հիմնական ուղղությունները։ Ուրեմն եթե սկսեմ Հայ օգնության ֆոնդի կողմից իրականացվող ծրագրերի, այսպես ասած, քրոնոլոգիական բանով գալ, հա, պատմականորեն, մենք ունենք մեծ բլոկ առողջապահական ծրագրերի, որը վերաբերվում է առողջապահության մասնագետների շարունակական մասնագիտական կրթմանը, բժիշկների եւ բուժքույրերի։ Ունենք առողջապահական ուղղություն, որը վերաբերում է երեխաների առողջությանը, մասնավորապես նրանց առողջ սնուցմանը եւ կոգնիտիվ զարգացմանը, ունենք ծրագրեր, որոնք վերաբերվում են տարեցների առողջությանը, ունենք համայնքային առողջապահության զարգացման ծրագրեր, որոնք իրականացնում ենք մեր կողմից նախընտրած թիրախային մարզերում, խոցելի մարզերում, սահմանամերձ, հեռավոր, մասնավորապես Տավուշ, Սյունիք, եւ ունենք նաեւ հանրային առողջապահական ուղղություն ծրագրերի, որոնք բարբերաբար իրականացնում ենք տարբեր գործընկերների հետ, ուղղված գլոբալ առողջապահական տրենդների լուծմանը, ավելի տարածված հիվանդությունների կանխարգելման, ախտարման, եթե հարկ լինի, հետո մանրամասը կներկայացնեմ, բայց հիմնական բլոկները սրանք են։ Շնորհակալություն, այ կուզեի առանձնացնել, շեշտը դնել, ինչ ազդեցություն ունեն այն ծրագրերը, որոնք իրականացվում են հիմնականում մարզային, հա, շրջաններում, եւ սահմանաբերձ։ Ուրեմն ազդեցության մասին իհարկե շատ բարդ հարց եք տալիս, որովհետև առողջապահական ծրագրերի ազդեցությունների գնահատումը բավականին երկարաժամկետ եւ ծավալուն աշխատանքներ է պահանջում, բայց եթե մեր դիտարկումների եւ կարճաժամկետ տարբեր գնահատումների արդյունքներով նայենք, կարող ենք ասել ազդեցությունը ամենատպավորիչ ազդեցությունը, որ կարող ենք ասել համայնքային առողջապահության կտրվածքով, դա համայնքի ազգաբնակչության ներգրավվածության բարձրացումն է մեր աշխատած մարզերում։ Այստեղ կուզենամ մեկ, այսպես ասած, ուղղորդում մտցնել, տեղեկություն տալ, որ համաձայն համաշխարհային առողջապահության կազմակերպման, երբ որ մենք խոսում ենք առողջապահական համակարգի մասին, առհասարակ այնտեղ կան խոշոր մի քանի գործոններ, կարևոր ազդող գործոններ, այդ թվում բնակչությունը, որպես առողջապահություն ստացող ամենակարևոր շահառու, այդ գործոններից մեկն է։ Մյուսը քաղաքականությունը եւ մյուսը ծառայությունները, որի մեջ մտնում են ռեսուրսները եւ այլն։ Հիմա հաշվի առնելով, որ Հայ օգնության ֆոնդը ոչ պետական կառույց է իր սահմանափակ ռեսուրսներով, մենք բնականաբար փորձում ենք իհարկե նաեւ քաղաքականությանը մասնակցել, սերտ համագործակցելով պետական կառույցների, ինստիտուցիոնալ կառույցների հետ, բայց մեր ուժեղ կողմը ավելի եւ ազդելու հնարավորությունը բնակչությունն է, բնակչության կրթում, իրազեկում, ներգրավվածության մեծացումը եւ առողջապահական ծառայությունների որակի բարելավումը դրանք տարբեր ռեսուրսներով հագեցնելու միջոցով։ Այնպես որ եթե նորից վերադառնանք եւ ազդեցության մասին խոսենք, իհարկե մեր դիտարկումներով բնակչության ավելի ներգրավվածության մեծացումն է այդ ազդեցությունը, վստահության մեծացումն է հանդեպ առողջապահական համայնքային կառույցների եւ դա մատուցող մասնագետների, ինչը որ կարծում եմ ոչ քիչ արդյունք կարող ենք գնահատել։
Պարոն Սիմոնյան, վստահ լինելով այս երկարաժամկետ գործունեության ընթացքում առնվազն 20 տարի ես տեղեկացված եմ, որ մենք 20 տարի դուք եք առողջապահական ծրագրերը համակարգում։ Կնշեք մի քանի շատ ստացված ծրագրեր, ավելի առարկայական, դրանց մանրամասներով, ինչքան որ դուք կամենաք բացել փակագծերը։ Տրադիցիոն մենք մեր այսպես կոչված դրոշակակիր ծրագրի մասին, երբ որ խոսում ենք, դա բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման ծրագիրն է, ինչու եմ ուզում որպես հաջողված օրինակ հենց այդ ծրագրի մասին խոսել, որովհետև այդ ծրագիրը սկսվել է դեռ Հայօգնության ֆոնդի, կարելի ասել, հիմնադրման պահից, որպես արձագանք երկրաշարժին, եւ մեր հիմնադիր Հայօգնության ֆոնդի հիմնադիր ղեկավար անձանցից մեկը արժանահիշատակ պրոֆեսոր Էդգար Օսեփյանը, երբ որ ամեն անգամ ինքը շեշտադրել էր այդ բժշկական կրթության կարևորության մասին, 90-ականներին Հայաստանից բազմաթիվ բժիշկներ մասնակցում են արտերկրում Հայօգնության ֆոնդի միջոցով վերապատրաստման ծրագրերի եւ մասնագիտացումների, ովքեր հետագայում դառնում են մեր առողջապահական ոլորտի առաջատարները, ում օգնությամբ հետո մենք 2005 թվականին սկսեցինք Հայաստանի մարզերում եւ Արցախում աշխատող բժիշկների շարունակական մասնագիտական զարգացումը, սա յուրօրինակ մոդել էր, օրինակ էր, թե ինչպես կարող է շարունակաբար կրթել կրթությունը միմյանց փոխանցելով գնալ առաջ եւ ծրագիրը առ այսօր մենք շարունակում ենք տարբեր, այսպես ասած, մոդիֆիկացիաների ենթարկելով ժամանակի պահանջներին համահունչ եւ կարող եմ ասել, այո, որպես հաջողված մոդել ինքը կարող է նույնպես կրկնօրինակվել պետական կառույցների կողմից, ինստիտուցիոնալ կառույցների կողմից, ինչի փորձը եւս ունենք։ Կարող եմ ասել նաև մեր հաջողված այլ ծրագրի մասին, երեխաների սնուցման ծրագրի վերաբերյալ, երբ որ ժամանակին Հայօգնության ֆոնդը եղավ այն առաջամարտիկներից մեկը, որ խնդիրը բարձրացեց երեխաների թերսնուցման, Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի սնուցման ինստիտուտի հետ համատեղ մենք մի քանի միջազգային սեմինարներ կազմակերպեցինք Հայաստանի ամերիկյան համալսարանում, խնդիրը հետո տարանք դեպի լուծման եւ խոցելի շրջաներում բալանսավորված սննդի տրամադրում սկսեցինք, բայց այստեղ ինչն եմ ուզում հաջողության որպես նշան ցույց տալ, որ երբ որ մենք Տավուշում ծրագիրը սկսում էինք, համայնքի հետ մեր պայմանավորվածությունը հետեւյալն էր, որ մենք փակում ենք այն բացակա մասը, որ անհրաժեշտ է համայնքին օգնելով, բայց ժամանակի ընթացքում պետք է տեղերը փոխվի եւ համայնքը վերցնի իր վրա այդ իրականացումը ծրագրի եւ մենք այսօր ունենք այդ պատկերը, մենք փոքրիկ աջակցություն ենք անում, հիմնական մասը արդեն Բերդ համայնքի վրա է եւ այս օրինակը մենք տարածեցինք նաեւ Արագածոտնի մարզում որոշ մանկապարտեզներում եւ փորձ ենք անում ավելի շատ տարածել, այնպես որ շատ են իհարկե դեպքերը, բայց ես ուզեցի առանձնացնել հենց ամենաակնհայտները, որտեղ տեսել ենք արդեն ռեալ շոշափելի արդյունքը։ Միշտ ձեր հաջորդ հարցը ես մի նկատառում անեմ մեզ երկուսիս համար, հա, թվում է թե գուցե նոր ավելի երիտասարդ սերնդի բժիշկները, որ նոր են կլինիկական օրդինատուրան ավարտել եւ այդ ընթացքում արդեն հնարավորություն են արտասահմանում արտերկրում վերապատրաստվել, մենք խոսում ենք մութ ու ցուրտ տարիների մասին, մենք խոսում ենք երկրաշարժի, Արցախյան հերոսամարտի ժամանակահատվածի մասին եւ այդ ժամանակ նման մակարդակի բժշկական կենտրոններում մեր կարիքավոր այդ թվում բժիշկներին ուղարկելը երիտասարդներին, որոնց համար օրվա հացը խնդիր էր, դա իսկապես ֆենոմենալ գործ է։ Պարզապես հիշեցնեմ սելերստատող, որ մենք խոսում ենք առողջապահական ծրագրից, մասնավորապես Հայօգնության ֆոնդի գործունեությունից, հատկապես առողջապահական ծրագրերից, խնդրեմ բժշկան։ Պարոն Սիմոնյան, երկապայդերությամբ ինչպիսի համագործակցություններ կան պետության կամ որից ինչ որ բժշկական կենտրոնների հետ, արդյոք կա այդպիսի փորձ կամավորների ներգրավվածությունը, հա, այդ ծրագրերի մեջ, ինչպես է դա կատարվում։ Ուրեմն համագործակցությունը մեր ամենաուժեղ կողմերից մեկն է եւ ոչ միայն առողջապահական բլոկում, այլ բոլոր ծրագրերով, բայց առողջապահական բլոկում մասնավորապես, որովհետեւ մենք բոլոր մեր առողջապահական ծրագրերը համաձայնեցնում ենք, այսինքն ոչ թե բառացի համաձայնեցնում ենք, այլ ուսումնասիրելով մենք համաձայնեցնում ենք նախ պետական ռազմավարական ծրագրերին, այսինքն եթե կանխարգելիչ բժշկությունը, առաջնային օղակի հզորացումը, կրթությունը մենք ուսումնասիրում ենք եւ համահունչ գնում ենք այդ ուղղություններով, հետեւաբար այդ համագործակցությունը կա առողջապահության նախարարության, պետական ինստիտուտների, առողջապահության ազգային ինստիտուտի, Երևանի պետական բժշկական համալսարանի, բուժքույրական քոլեջի, այսինքն բոլոր ինստիտուցիոնալ, պետական, ակադեմիական, ոչ պետական, սփյուռքի կազմակերպությունների, բոլոր այն կազմակերպությունների եւ ավելին նույնիսկ անհատների
հետ, ովքեր որ համահունչ են մեր ռազմավարությանը կամ գործողությունները համահունչ են արկա արձիական պայմաններին, մենք սիրով համագործակցում ենք, այդ թվում եւ Հայաստանում եւ արտերկրում դուք կարող եք պատկերացնել Հայօգնության ֆոնդի գլխավոր գրասենյակը Նյու Յորքում է եւ մենք ըստ էության համարվում ենք Սփյուռքի կազմակերպություն Հայաստանի մասնաճյուղով, բայց մենք ունենք առիթից օգտվելով ասեմ գրասենյակներ արդեն առանձին հիմնադրամ Տավուշում, Բերդում, ունենք գրասենյակներ Նոյեմբերյանում, Իջևանում, Սիսիանում, ունենք առանձին խոշոր կենտրոններ, արդեն առանձին ծրագրեր դարձած Կամավորների մասով աշխատում ենք հատուկ կազմակերպություններ ունենք, տեղյակ եք հավանաբար, դեպի Հայք կազմակերպությունը կա, ովքեր որ կամավորներ են Սփյուռքից ընդգրկում ներգրավում եւ մենք բարբերաբար ստանում ենք ինֆորմացիան։ Վերջերս շատ լավ օրինակ եղավ, ուզում եմ դրա մասին ասեմ, հիպերտոնիայի վարման ծրագրի վերաբերյալ եւ մենք այս ծրագրում աշխատում ենք Բոստոնի հայ բժիշկների ասոցիացիայի հետ համատեղ եւ տեղերում, հա, բյուրականում եւ խնձորեսքում այդ հարցումները իրականացնելու համար մենք ներգրավեցինք ավագ տարիքի դպրոցականների, ովքեր որ ամբուլատորիաների բժիշկների հետ այդ հարցումները անցկացնում են եւ ինչն էր կարեւորը, նախ նրանց խանդավառությունը, որ ներգրավեցին, բայց ավելի կարեւոր էր, երբ որ նրանք արդեն տեղեկանում էին առողջ ապրելակերպի, հիպերտոնիայի, վնասակարության եւ այլ, իրենք մասնակցելով հարցմանը մեխանիկորեն ծանոթանում էին այդ բոլորին։ Եվ սա կարծում եմ այդ ձեր ասած հաջողված կամավորների ներգրավելու process-ից մեկն էր։ Դե երևի տրամաբանությունը հուշում է մեզ, պարոն Սիմոնյան, որ հաջորդ հարցը լինի, իսկ ինչ նոր ուղղություններ կան, առաջիկա ինչ ծրագրեր կան, որ կուզեի հնչեցնել եւ կարեւորել, ինչու՞ չէ նաեւ նրանք, ովքեր մեզ հենց նոր միացան, մենք խոսում ենք Հայօգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի մասին, ծրագրերի ղեկավար պարոն Համբարձում Սիմոնյանի հետ, գուցե հեռուստադիտողը հենց լսի եւ զարթոնք լինի, մոտիվացիա լինի եւ փորձեն նաեւ միանալ ընդգրկվել։ Սիրով, ուրեմն այնքանով որքանով ես սկզբում թվարկեցի մեր առողջապահական պորտֆոլիոն, որ բավականին ընդգրկուն էր եւ նոր բան մտածելը կարծում եմ այդքան էլ հեշտ չի լինի, որովհետեւ մենք ըստ էության փակում ենք բոլոր հնարավոր առողջապահական ուղղությունները, դա կրթությունն է, տարեցների առողջություն, երեխաների առողջություն, հանրային առողջապահություն Ուրիշ բան որ մենք փորձում ենք մեր գործող ծրագրերը ածանցել եւ ժամանակի հետ համահունչ, հա, գլոբալ առողջապահական տրենդների հետ համահունչ նոր ածանցյալներ զարգացնել, մասնավոր օրինակը կարող եմ բերել, որ սկսեցինք մենք ժամանակին սկսեցինք համայնքային բուժքույրերի կրթման ծրագիրը, հետո հասկացանք, որ ավելի կարևոր տեղ կա մենեջմենտի ուղղությամբ եւ անդրադարձանք սկսեցինք իրականացնել հիվանդանոցների ավագ բուժքույրերի դասընթացները եւ նրանցից լսելով արդեն նեղ մասնագիտական բուժքույրերի դասընթացներ մեկնարկեցինք նորաստեղծ թերապիստների եւ վերականգնական առողջության հետ գերազանցության կենտրոնի հետ համատեղ տարեցների առողջությունն ենք փորձում զարգացնել, այսինքն մեր գործող ծրագրերում փորձում ենք նոր ուղղություններ մտցնել, որոնք հնարավորություն կտան նոր սեգմենտներ ընդգրկել եւ նոր մարտահրավերների ընդառաջ գնալ։ Պարոն Սիմոնյան, այստեղ մեզ գրել են մեր գյուղում չկա բուժկետ, բայց լսել ենք, որ Հայօգնության ֆոնդը մարզային աջակցություն է տրամադրում։ Ինչ ձևով կարելի է դիմել։ Ինձ թվում է, եթե այդպես բաց խոսակցություն ենք անում, կարևոր է ճշտել այդ որ գյուղն է, բայց առնվազն կարելի է նամակով դիմել, գրել բուժկետը որ գյուղում է եւ ինչի մասին է խոսքը եւ մենք կփորձենք միգուցե Բայց չկա, չէ՞ գյուղ, որ չլինի բուժկետ։ Գիտեք, ես հարցին չեմ ուզում այդպես իմ որոշումը կայացնեմ, միգուցե նկատի ունեն բուժկետ չլինելը նկատի ունեն ինչ-որ շենքի բացակայություն, որովհետև իրականում կա նման իրավիճակներ, երբ որ հատկացված այդպես բավարար պայմաններով բուժկետի համար տիպային ինչ-որ բան չկա։ Մենք ունենք գյուղեր, այո, որտեղ ինչ-որ վագոններ են, ինչ-որ կա նման բան։ Միգուցե դրա մասին է խոսքը, բայց առնվազն կարող են նամակով դիմել, տվյալները տալ, որից հետո մենք հասկանանք ինչպես կարող ենք աջակցել։ Նա մենք կմիջամտենք եւ կնպաստենք այս հարցում։ Ինձ ճիշտ ասած ինձ թվաց այստեղ ավելի ռետորիկ հարց է, որովհետեւ շատ հաճախ մեր քաղաքացիները գուցե ունեն ինչ-որ մի բան, բայց չեն վստահում կամ մտածում են, չասեմ չեն վստահում, կամ մտածում են, որ իրենց սպասելիքը ավելի շատ պետք է լինի։ Դեմ չեմ, ձևակերպման խնդիր կա, որովհետեւ այն ինչ որ ես եմ պատկերացնում, որովհետեւ ըստ էության այո, չպետք է լինի նման բան, բոլոր գյուղերը ունեն մեծ գյուղեր ամբուլատորիաներ, որոնք կենտրոնացված բուժկետեր ունեն, այդ ֆապերը։
բայց միգուցե իրանք նկատում են այնուհանդերձ ազնվությունը եւ բաց լինելը կարեւոր է եւ ընդունում ենք այն ինչ որ կա, մարդիկ իրավունք ունեն կարծիք հնչեցնելու, այլ հարց է թե որքանով է դա օբյեկտիվ։ Շնորհակալություն պարոն Սիմոնյան, որ հյուրընկալվեցիք մեզ։ Անկեղծ ասած իմանալով որ դուք եք լինելու մեր այսօրվա հյուրը, ես նոր առաջին անգամ իմացա, երևի դա այն բաց թողումն է, իմ թերացումն է Հայօգնության ֆոնդի մասին։ Եվ շատ ուրախ եմ, որ կա այդպիսի մի նախաձեռնություն, որը որ ոգևորիչ է եւ վստահ եմ, որ մեր հեռուստատողը եւս իմացավ ինչ անելիքներ կա, դեռ ինչ անելիքներ ունեք անելու եւ իհարկե կարելի օգտվել այդ ամեն ինչից շատ ճիշտ ձևով, որովհետեւ այս ամեն ինչը ուղղված է հայ ազգի, Հայաստանի զարգացման եւ ծաղկեցման համար, որը որ մենք անում ենք ամեն օր մտածելով, ապրելով մեր մասնագիտության մեջ, դուք ձեր մասնագիտության մեջ, որովհետեւ մենք սիրում ենք Հայաստանը շատ։ Ես նույնպես շատ ողջավորված շնորհակալություն հայտնեմ, որ ժամանակ գտաք ձեր բազմազբաղ գրաֆիկի մեջ։ Սիրելի հեռուստադիտող, մենք հյուրընկալեցինք պարոն Համբարձում Սիմոնյանին, Հայօգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի ղեկավարին։ Նրանք, ովքեր հենց նոր միացան մեզ, խոսել ենք Հայօգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի մասին, որի մասին եւ պատրաստվել է հատուկ տեսանյութ։ Հայօգնության ֆոնդը հիմնադրվել է ի արձագանք 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ողբերգական հետևանքների։ Ներկայումս ՀՕՖ-ը ծրագրեր է իրականացնում մարդասիրական օգնության, հասարակական ու տնտեսական զարգացման, երեխաների պաշտպանության, առողջապահության, սոցիալական, ինչպես նաև կրթական ու մասնագիտական առաջխաղացման բնագավառներում։ Վերջին 20 տարիների ընթացքում շարունակական բժշկական կրթության ծրագիրը հետևողականորեն բարձրացրել է Հայաստանի առողջապահական համակարգի որակը, մասնագիտական զարգացման նոր հնարավորություններ ապահովելով ինչպես Հայաստանի գյուղական եւ հեռավոր մարզերում աշխատող բժիշկների, այնպես էլ բռնահանված արցախցի բուժաշխատողների համար։ Բուժքույրերի վերապատրաստման ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի հիվանդանոցներում աշխատող ավագ բուժքույրերին, ընդգրկելով հետևյալ թեմաները՝ առաջնորդություն, կառավարում եւ հաղորդակցություն, մանկական առողջապահություն եւ սնուցում ծրագիր։ ՀՈՖ-ը համագործակցում է Արագածոտնի եւ Տավուշի մարզերի մանկապարտեզների հետ երեխաների առողջ զարգացմանն աջակցելու նպատակով։ Ծրագիրը նպաստում է նախադպրոցական տարիքի երեխաների մտավոր, ֆիզիկական եւ ճանաչողական զարգացմանը, նրանց բալանսավորված սնունդ տրամադրելով։ Գերիատրիա ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում գերիատրիայի զարգացմանը եւ տարեցների առողջության բարելավմանը։ Հայաստանի գյուղական շրջանների առաջնային բուժօգնության մասնագետների համար կազմակերպվում են դասախոսություններ գերիատրիկ բժշկության թեմաներով։ 2013 թվականից ի վեր ՀՈՖ-ը աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում ծրագրի միջոցով բազմաթիվ նախագծեր է իրականացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում տեղի առողջապահական ծառայությունները բարելավելու նպատակով։ Անետ Չուլֆայանի անվան կրթավճարային ծրագիրը նախատեսված է սոցիալապես անապահով ընտանիքներից սերող ապագա բուժքույրերին եւ առողջապահության մասնագետներին աջակցելու համար։ Զարկերակային հիպերտենզիայի ծրագիրը մեկնարկել է Արագածոտնի մարզի Բյուրական եւ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքներում, գնահատելով բնակչության առողջական մի շարք ցուցանիշներ եւ առողջական վարքագծային գործոններ, որից հետո իրականացվել են նպատակային միջամտություններ հիպերտոնիայի բարելավման եւ առողջապահական հետագա ծրագրերի հիմք ստեղծելու ուղղությամբ։ Իսկ այս հատվածում խոսենք առողջ ապրելակերպի խորհուրդ կարգախոսով։ Ես ու բժիշկ Ամիրյանը առանձնացնում ենք մի քանի պնդումներ, որոնք եւ տեղում ինչ որ առումով իմպրովիզացիայի տեսակետից մեկնաբանում ենք։ Մտքերի փոխանակում։ Առաջին, առողջ հասարակությունը սկսվում է համայնքից։ Ինչ ասել է համայնք։ Մենք խոսում ենք հանրային առողջապահական ծրագրերի մասին այսօր եւ համայնքը մենք բոլորս ենք, մեր ընտանիքի անդամներն են, մեր հարևաններն են, բարեկամներն են, մեր գյուղն է, մեր մարզն է, մեր գլոբալ համայնքն է։ Իսկ մեծ իմաստով Հայաստանի Հանրապետությունն է։ Այնպես որ առողջ հասարակությունը պետք է լինի, առողջությունը պետք է լինի մեր հասարակության մի մասը։ Մեր առավոտները այո պետք է լինեն առողջ, մեր սննդակարգը պետք է լինի առողջ, մեր ապրելակերպի մեջ առողջության տարրերը մտավոր առողջության, հոգևոր եւ ֆիզիկական պետք է սկսեն գերակշռել։ Այո, եւ մի սպասեք, որ առողջապահությունն իջնի ձեր դուռը, շարժվեք ինքդ քեզ խնամելու կողմ։ Եթե տեսել եք ինչ-որ մի խնդիր, կլինի դա առողջապահական, կլինի առողջությանը վերաբերող, կլինի ցանկացած զորություն ինչ-որ կազմակերպչական խնդիր, որը որ կատարվում է ձեր բակում, հա ձեր հարակից տարածքում, ձեզ մոտ գտնվող բժշկական կենտրոնում բարձրաձայն եք այդ խնդրի մասին։ Ոչ թե նստել եւ սկսել քննադատել, չանելով ոչինչ։ Իհարկե պետք է գործել, համախմբեք ձեր շուրջը այն մարդկանց, ովքեր համակարծիք կլինեն ձեզ հետ եւ կկարողանան որևիցե ինչ-որ շարժիչ ուժ ստեղծելու։ Բժիշկ Ամիրյանը ըստ էության արտահայտեց այն միտքը, որ հաջորդիվ առանձնացրել եմ աջակցությունն ուժ է, երբ ուղեկցվում է հոգատարության։
դա բավական է, մրցենք, եկեք փորձենք համագործակցել եւ իրար աջակցել։ Այո, եւ չմոռանանք այն կարևոր փաստը, որ կամավորությունն առողջ ապրելակերպի լավագույն շարունակությունն է, եթե կա ցանկություն, եթե կա միտք, ապա պետք է գործել։ Պետք է Պարոն Սիմոնյանն ասաց եւ օրինակը բերեց հիպերտոնիայի ծրագրի շրջանակներում, երբ որ երիտասարդը մտնելով մասնագիտական համայնք, լինելով դրա մասը, այլևս այլ հայացքից ու այլ դիտանկյունից է նայում հանրային առողջապահական խնդիրների։ Այսօր փորձեք ինքներդ ձեզ հարց տալ, ինչ կարող եմ անել ոչ միայն քո, այլև կողքինիդ առողջ առավոտի համար։ Ես այդ հարցի պատասխանը ունեմ, սկսել եմ նրանով, որ փորձել եմ ձեզ տալ ինչ-որ հետաքրքիր տեղեկատվություն։ Եվ երբ օգնությունը համակարգված է, այն դառնում է ոչ միայն սատարում, այլ նաև հնարավորություն։ Այո, եթե մենք համախմբված ենք ինչ-որ մի կարծիքի, մի գաղափարի շուրջ, մենք կարող ենք անել շատ ավելին, քան միայնակ։ Եվ ելի անցնենք որպես այսպես ասած ավանդույթ դարձած իմ խոսքերին, գյուղը որ կանգնի, գերան կկոտրի։ Մենք առողջ առավոտվա առաջին շաբաթը եզրափակեցինք, նոր մշակույթ, նոր խոսք։ Այսուհետ առաջարկում ենք երկուշաբթին սկսել առողջ առավոտով Բժիշկ Ամիրյանի եւ Բժիշկ Ավետիսյանի հետ միասին։ Ցտեսություն կհանդիպենք։ Ցտեսություն։